նոր կտակարանում այսպիսի մի դրվագ կա։ Իհարկե այստեղ խնդրում եմ բան չանել, ես կմեկնաբանեմ դերաբաշխումը վերջում։ Երբ որ այսպիսի դրվագ կա, երբ որ ասում է, երբ որ փարիսեցիները եւ սադուկեցիները տեսան, որ Հիսուս մաքսավորների եւ մեղավորների հետ է նստում, սկսեցին նրա աշակերտներին մոտավորապես նույն հարցերը տալ, ինչ որ դուք եք տալիս աշակերտներին։ Եվ երբ որ աշակերտները դրա մասին ասացին Հիսուս Քրիստոսին, Հիսուսը ասաց, ես բանին առողջներին բժիշկ պետք չի եւ անմեղների համար չեմ եկել, այլ մեղավորների համար եմ եկել։ Հիմի մեզնից յուրաքանչյուրը այստեղ էլի ուշադրություն դարձրեք, ես հանկարծ չվերապահվի, թե մենք այդ սեղանի շուրջ նստած որևէ մեկին Հիսուսի դերակատարում ենք վերապահում, մյուսներին մեղավորի դերակատարում ենք վերապահում։ Մենք ցանկացած քրիստոնյա հետևորդ, հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու ցանկացած հետևորդ, ինքը պետքա գիտակցի երկու բան, որ ինքը մեղավոր է, ինչպես մեղավոր է, բառից բուն իմաստով, ինչպես նկատի ունեին նոր կտակարանի մաքսավորներին եւ մեղավորներին, եւ մյուս կողմից, եթե ինքը Հիսուս Քրիստոսի իրական հետևորդ է, ինքը նաեւ Հիսուս Քրիստոսի գործելակերպի, վարվելակերպի, խոսույթի տրամաբանության եւ առաքելության մեջ է։ Ես եպիսկոպոսների մեջ նստում եմ որպես մեղավոր եւ կարծում եմ, ինչ? Իրենք նստում են որպես եպիսկոպոս։